Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, սիրելի հրազդանցիներ, իմ համար մի քիչ ավելի պատասխանատու է այստեղ խոսելը, որովհետև բառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում իմ հայրական գյուղը, Խախսիից ենք հայրական կողմից, դրա համար շատ ավելի ուրախ եմ այս հնարավորության համար։ Ես կարճ ուզում եմ իրականում անդրադառնալ մի հատ մեր 5 տարիներին արած աշխատանքի մի մասին եւ խոսել մեր այլընտրանքի ու առաջարկի մասին։ Այսօր մենք այստեղ եկել ենք ձեզ նաև հաշվետվություն ենք ներկայացնում ու ձեր առջև կանգնած ենք որպես թիմի ներկայացուցիչներ, ովքեր իսկապես 5 տարի, մեզ համար այս 5 տարվա ամեն օրը եղել է պայքարի օր, պայքարի մասին է եղել։ Այս թիմի աշխատանքի արդյունքում է, որ օրինակ դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի անձամբ իր հրամանով են Սյունիքի ձորքերը ետ քաշվել։ Այս թիմի աշխատանքի արդյունքում է, որ դուք գիտեք, որ Երևանի չափ տարածք օկուպացված է հիմա Ադրբեջանի կողմից։ Այս թիմի աշխատանքի արդյունքում է, որ բացահայտվել են այն պայմանագրի Ադրբեջանի հետ նախաստորագրած պայմանագրի մանրամասները, որոնք իրենք մերժում էին այդպես էլ հանրությանը ներկայացնել։ Եվ այստեղ կանգնած ենք որպես ամեն օր խորհրդարանում, խորհրդանից դուրս հնարավոր ամեն կերպ պայքար տված ուժի ներկայացուցիչներ, ովքեր այս տարիների ընթացքում 25 նախագիծ են ներկայացրել խորհրդարանում, որոնք վերաբերել են թոշակները բարձրացնելուն, վերաբերել են բազմազավակ ընտանիքների աջակցությանը, բայց բոլորը մերժվել են։ Հիմա ես ասում եմ նրա համար, որ սա մենք արել ենք առանց ռեսուրսները ունենալու։ Բայց եթե այդ ռեսուրսները լինեն, ինչ կարող ենք անել միասին, սրա մասին ենք երկրորդ մասում խոսելու, մինչ այդ մենակ իշխող ուժի թեզին, որ ինչ են ասում, էլի մեզ բոլորիս, ձեզ, ամեն տեղ որտեղ կանգնում են, ասում են, որ իրենք 70% են ունենալու, 70% ունեցող ուժ են։ Ես մի պարզ բան եմ ուզում ասել, որ 70% ունեցող ուժը սեփական ժողովրդին պատերազմով չի վախեցնում։ Սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը ծայրահեղ քայլ է, որը ԿՊ-ն անում է ստիպված, որովհետև գիտի, որ միակ շանսը 70% հավաքելու դա այն է, եթե ընտրություններ լինեն բացառապես իրենց այդ ավտոբուսի մեջ։ Ուրիշ հնարավորություն իրենք չունեն 70% հավաքելու։ Դա անում են, որպեսզի դուք հուսահատվեք եւ չմասնակցեք ընտրություններին։ Միայն դրա համար է դա արվում, որովհետեւ գիտեն, որ եթե քաղաքացիները մասնակցեն, անհնար է, որ իրենք ունենան 70%, անհնար է նաեւ մեծ մասնակցության դեպքում ունենան ընդհանրապես մեծամասնություն։ Ուստի խնդրում ենք, որ բոլորս ակտիվ մասնակցություն ունենանք ընտրություններին ու այն ամենի պատասխանը, ինչ մեր հետ տեղի ունեցել է տարիների ընթացքում, տանք մեր քվեաթերթիկով։ Հիմա որպեսզի կողմնորոշվենք, թե ում տանք ձայնը այդ քվեաթերթիկում օգտին գցենք, պիտի հասկանանք ինչ ենք առաջարկում, որոնք են ընդհանրապես այլընտրանքները, եթե այլընտրանքներ կան։ Նախ այլընտրանքը իսկապես խաղաղությունն է։ Այլընտրանքը ոչ թե այս քաոսը ու այլևից տրամադրությունից կախված լինելը, այլ խաղաղությունը։ Երբ երկիրը ղեկավարում է երկիրը պաշտպանելու պատրաստին, պատերազմի հավանականությունը ոչ թե ավելանում է, այլ նվազում է։ Հաջորդ այլընտրանքներից մեկը, որի մասին պիտի խոսենք, մեր կյանքում վերջի տարիներին ամենամեծ խնդիրներից մեկը դարձել է հանցավորության աճը, դարձել է թմրամիջոցների տարածվածությունը, որոնք դպրոց են արդեն հասել, դարձել է խաղամոլության աճը։ Մեր թիմը ասում է, որ այս ամենի նկատմամբ մենք ունենք զրո հանդուրժողականություն։ Դպրոցներից թմրամիջոցները պետք է հանել, այս խաղամոլության վերջը, որը գերշահույթ են ստանում միայն այդ ընկերությունները պետք է տալ եւ պետք է հանցավորության մակարդակը երկրում իջեցնել ու Հայաստանը վերադարձնել այդ ամենաապահով երկրների շարքում, որտեղ մարդ կարող էր հանգիստ ապրել ու երեխան կարող էր մինչեւ գիշերը ժամը շատ ուշ դրսում լինել ու որևէ մեկը չէր անհանգստանա դրա մասին։ Գիտեմ, որ շատերը սրա մասին կարող են ձեզ խոստանալ, բայց խնդրում եմ նայեք ովքեր են խոսք տվողները։ Ու ասենք, եթե տեսնում ես մարդը արտաքինից, որ զգացվում է, որ թմրադեղերի հետ կապ ունի, ինքը թմրամիջոցների դեմ կարող է պայքարի։ Բնականաբար չի կարող, այսինքն բացի նրանից ով ինչ են խոսք տալի, կարևոր է նաև թե ով է խոսք տալիս։ Մենք խոսել ենք նաև անվճար կրթության մասին։
իմ գործընկերը ավելի մանրամասն կներկայացնի, բայց երիտասարդներին մեր առաջարկը դա է. դուք իրավունք ու հնարավորություն ունեք ձեր հայրենիքում անվճար կրթություն ստանալու։ Ու եթե այս գաղափարը ձեզ անիրատեսական է թվում, հիշեք, որ անիրատեսական էր Իրանից գազամուղ ունենալը, Զվարթնոցի նոր մասնաշենք ունենալը, այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք մենք ունեցել ենք, բայց դրանք հնարավոր եղավ, որովհետև կար մեծ մտածող, կարող թիմ։ Նույնն է նաև կրթության պարագայում, մենք Հայաստանում դա կարող ենք ունենալ։ Ի վերջո, մեր այլընտրանքը սկսվում է պարզ առաջարկից։ Սուրեն Պապիկյանը ձեր լավագույն պաշտպանության նախարարը չի, որ կարող եք ունենալ։ Արարատ Միրզոյանը ձեր լավագույն արտաքին գործերի նախարարը չի, որ կարող եք ունենալ, եւ հաստատ Նիկոլ Փաշինյանը ձեր լավագույն ղեկավարը չի, որ կարող եք ունենալ։ Այս երկրում շատ ավելի լավերը կան ու դուք հնարավորություն ունեք իրենց ընտրելու։ Եվ վերջում, եթե մեր հունիսի 7-ի ընտրությունները մեզ համար վերածում են Այլևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու հանրաքվեի, կարծում եմ շատ պարզ է, որ բոլորով պետք է մասնակցել այդ ընտրություններին ու այդ Այլևի համար կարողած սահմանադրությանը բոլորով պետք է ոչ ասել։ Շնորհակալություն։ Խոսքը փոխանցեմ իմ ավագ գոլեգա Աղվան Վարդանյանին։ Շնորհակալ եմ, բարի ժողովուրդ ջան։ Նստած տեղս թղթի վրա նշումներ արեցի, այդ ընթացքում մագնոթս ջարդվեց, լրիվ անիմաց դառավ։ Ես պարզ բաներից կխոսեմ, ժողովուրդ ջան։ Եկեք միասին մտածենք։ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության նախագահը, ինչ անում է այստեղ, ինչու է այսօր այստեղ։ Ռոբերտ Քոչարյանը իշխանություն ունեցել է, Արցախի Հանրապետությունը ղեկավարել է, 10 տարի Հայաստանը ղեկավարել է, 10 տարի լրացել է, թողել գնացել է, ասել է շարունակեք։ Այս մարդը աշխարհի ամենաուժեղ ղեկավարների հետ հավասարի կանգնել է կողքներին, արժանապատիվ պահել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Իրանի, Ամերիկայի եւ բոլորը հարգանք են ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի նկատմամբ։ Իսկ այդ հարգանքը նախագահին մենակ չի վերաբերում։ Այդ հարգանքը վերաբերել է Հայաստան պետությանը, Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի արժեքին այս տարածաշրջանում։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի հերոտաղ ղեկավարների հարաբերությունները։ Նայեք ոնց էին խեղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ, նայեք ոնց են առյուծ կտրած այսօր կանգնում մեր երկրից չգիտեմ ինչի առաջ։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիները։ Անվտանգություն, խաղաղություն, ապահովություն, տնտեսության աննախընթաց աճ, աշխատանք, հսկայական ենթակառուցվածքներ եւ մարդկանց պարզ հասարակ մարդկանց կյանքի հնգապատիկ, վեցապատիկ բարելավում։ Սա է եղել, չէ՞։ Հիմա այս մարդը ինչի է այստեղ։ Այս մարդը կարող էր հանգիստ, ասացի, ունեցել է իշխանություն, ունեցել է կապեր հարաբերություններ, զուտ հայկական հրաշալի ընտանիք, կարող հանգիստ կողքի քաշվեր, ասեր, ես իմ նարել եմ, ինչ ուզում եք արեք։ Բայց հայ մարդը, տղամարդը եւ չի ուզում, որ ինքը եւ իր ժողովուրդը այսպես խեղճ գլխիկոր լինեն եւ առաջի օրվանից, երբ որ գիտեն իրան կալանավորելու են, եկել է բաշճակատ, կանգնել է 500 քանի օր նստել է բերդում ու այսօր էլ շարունակում է պայքարել մի նպատակով, որ մեր երկիրը այս վիճակից դուրս գա, որ այս դալիճում նստած յուրաքանչյուրը եւ այս մեր երկրում նստած յուրաքանչյուրը կարողանա գլուխը բարձր քայլել, արժանապատվություն ունենալ, չխեղճանալ։ Ես ասեցի ժողովուրդ ջան, որ պարզ բաներից եմ խոսելու։ Կա ուժեղ, կա թույլ, կա բարի, կա չար, կա թեկուզ դաժան ճշմարտությունը ասող, կա սուտասան, կա կզող, կա հապարտ դեմները կանգնող եւ ճակատների խփող, կա պետություն, կա պետության ծաղրանկար։ Մեր ընտրությունը շատ պարզ է։
Եվ շատ բնական է, շատ նորմալ է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ նույն պայքարի մեջ է մեր ամենաավանդական, ամենաազգային քաղաքական կուսակցությունը եւ բնական է, որ նաեւ երիտասարդների նոր ուժ է միացել սրան։ Ես անկեղծ տարիքով էլ փոքր չեմ։ Ինձ զարմացրել է, թե այս մարդը ինչքան ժամանակակից է։ Ամենավերջին նորությունները տեխնիկայի, գիտության, չգիտեմ, արհեստական բանականության եւ այս մարդու կողքին դեզարից յուրաքանչյուրը իսկապես կզգա, որ պետություն է ներկայացնում, որ այս երկիրը ապագա ունի, որ այս չարիքները պատահականություն էին, մեր ժողովրդի խաբվածության արդյունք էին, բայց սրանք գնալու են։ Հանգիստ եղեք, ընտրեք ում կողքին եք կանգնում եւ մի վախեցեք սրանցից, սրանք ամենավախկոտներն են եւ սրանք գնալու են եւ Հայաստանը լինելու է ոչ միայն նախկին, այլև ապագայի պետություն։ Ես կարծում եմ, որ Աննա Գրիգորյանին ներկայացնելու կարիք չկա, բայց մեծ պատիվ է անեցեք։ Պարոն Վարդանյանի ելույթից հետո իհարկե դժվար է որևէ բան ասել։ Ինձ թվում է պարոն Վարդանյանի ելույթից հետո պետքա պարոն նախագահային ուղղակի կանչեին, բայց Սիրելի ընկերներ, երբ շենքի մոտեցանք եւ Արյանան, փոքրիկ Արյանան մեզ դիմավորեց, Արյանա ջան, քանի տարեկան ես։ Քանի? 8։ Երբ փոքրիկ Արյանան մեզ դիմավորեց 8 տարեկան եւ իր պսպղացող այսպես հայացքում իսկապես բարեմաղթանքներ հնչեցրեց, իր պատկերացումը մանկական նույնիսկ, բայց պատկերացումները հայտնեց, ես ինքս ինձ համար մտածում եմ, որ իսկապես այն պայքարը, որ մենք հիմա ենք տանում, Արյանայի իր սերնդակիցների համար է, որ մենք բոլորս իսկապես հայկական պետականություն ունենանք, արժանապատիվ պետականություն ունենանք, որ ոչ մեկս գլխիկոր չքայլենք ոչ Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ էլ մեր հայրենակիցները, որ այսօր Հայաստանի Հանրապետությունից դուրս են ապրում, գլխիկոր չլինեն։ Այ դրա համար այսօրվա մեր կռիվը, որ մի քանի ամիս հետո ստիպված չլինենք գնանք Ալիևի պատվերով նոր սահմանադրության կողմ քվեարկենք, որ մեր եկեղեցու նկատմամբ տարվող այս արշավը դադարի վերջնականապես, որտեղ ամբողջ աշխարհով մեկ խայտարակ ենք եղել։ Առաջին քրիստոնեությունը ճանաչած պետությունը, ազգը արշավ է իրականացնում սեփական հավատքի եկեղեցու նկատմամբ, սա ուղղակի խայտարակություն է։ Այդ դրա համար է մեր պայքարը։ Մեր պայքարը սեփական ինքնության համար է, պատմության համար է։ Այսօր հասել ենք նրան, որ Արցախյան հերոսամարտը, որ մեր պատմության ամենավառ էջերից մեկն է, մեր հպարտության էջերից մեկն է, հիմա արժեզրկում են տոտալ կերպով։ Արցախ ասելուց հետո ներողություն են խնդրում, իսկ Արցախյան հերոսամարտի վերաբերյալ արդեն ամենավերջին բառերն են օգտագործում, իսկ վերջին ձևակերպումն էլ այն է, որ դա եղել է սովորական արկածախնդրություն, ընդհանրեն արկածախնդրություն։ Ոչ թե մենք գնացել ենք մեր հայրենիքը ազատագրելու, մեր հայրենակիցներին կողքին կանգնելու, այլ սովորական արկածախնդրություն է եղել այսօրվա իշխանության պատկերացումներում։ Մենք այդ արժանապատվությունն է, որ փորձում ենք վերականգնել։ Մենք ուզում ենք ունենալ խաղաղ երկիր եւ լինելու է խաղաղ երկիր իշխանափոխությունից հետո, երկիրը լինելու է անվտանգ, երկիրը լինելու է մեր պետությունը լինելու է մրցունակ, իժորն էլ արժանապատիվ ապրելու է Հայաստանի Հանրապետությունում։ Վստահ լինելով, որ Արյանան եւ մյուսները իսկապես շարունակելու են այս պետականության շարունակականությունն են ապահովելու։ Չէ՞ Արյանա։ Բայց ինքնության, անվտանգության, խաղաղության հետ մեկտեղ բնականաբար մենք նաև ծրագրային դրույթներ ունենք եւ ես ուզում եմ այդ սիրով ներկայացնել հատկապես կրթությանը վերաբերող մի քանի կետեր, որոնցից մեկը հավանաբար արդեն լսել եք, բայց կարծում եմ կարևոր արձանագրում է անվճար կրթության ապահովումն է։ Գիտեք, գրեթե համայնք չկա, որտեղ որ մենք գնանք եւ մարդիկ չմոտենան ու ասեն, որ իրենց երեխաների կրթության գումարի հարց ունեն։ Եվ կարծում եմ, որ չպետք է լինի Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ, ով ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ պետական բուհերում եւ այդ հնարավորությունը չունենա։ Ես ինձ մոտ ունեմ տվյալներ, թե օրինակ այս տարիների ընթացքում ինչքան է աճել կրթության գումարը։ Օրինակ Պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում 16 թվականին 650,000 դրամ էր ուսման վճարը, 21-ին դարձել է 720, իսկ 25-26 թվականներին արդեն 900,000 դրամ է։
Այսինքն էականորեն աճել է այդ գումարը, կրթության որակը չի փոխվել էականորեն, բայց վարձը այնքան է ավելացել, որ մեր երիտասարդները ցավոք չեն կարողանում ուղղակի հնարավորությունից օգտվել։ Հետևաբար անվճար կրթություն պետք է ապահովել բոլոր երիտասարդների համար, ովքեր ուզում են պետական համալսարաններում, պետական ֆինանսավորման համալսարաններում կրթություն ստանան։ Երկրորդ դրույթը, որի մասին ես կուզենայի խոսել, վերաբերում է ուսուցիչներին։ Ուսուցիչը իսկապես կրթության առանցքն է։ Եթե ուսուցչի նկատմամբ չկա պետական քաղաքականություն, հետևաբար կրթական համակարգն էլ արդյունավետ չի կարող գործել։ Մենք առաջարկում ենք, որպեսզի ուսուցչի բազային աշխատավարձը նախ բարձրանա, եւ երկրորդ կետով այն ուսուցիչները, ովքեր արդեն 15 տարի է մտնում են դասարան, երեխաների հետ աշխատում են, կրթություն են ապահովում, իրենք պետք է համարվեն ավտոմատ ատեստավորված եւ համապատասխանաբար նրանց վարձավճարը պետք է ավելացվի։ Իսկ ատեստավորումը բացառապես մեկ նպատակ պետք է ունենա՝ սեփական փորձը ավելացնելու, գիտելիքները թարմացնելու նպատակ եւ ոչ թե աշխատավարձի բարձրացման նպատակ։ Հետևաբար այս երկու առաջարկները ես ուզում եմ ասել, որ մենք անպայմանորեն անելու ենք, որովհետև կարծում ենք, որ մրցունակ պետության հիմքերից մեկը, այո, լավ կրթությունն է, որակյալ կրթությունն է, իսկ որակյալ կրթությունն անհնար է, եթե չունես դու վերաբերմունք ու պետական քաղաքականություն քո ուսուցչի նկատմամբ։ Կարծում եմ, այստեղ արդեն կանգ կառնեմ մեր ծրագրային դրույթների մասով, բայց ուզում եմ վստահաբար ասել, որ այս ճակատագրական ընտրություններում մենք միասին կարող ենք հաղթել։ Այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, ում հետ այս տարիներին իսկապես մեծ ճանապարհ ենք անցել։ Տեսնում եմ մարդկանց, ում հետևից ոստիկանական բաժանմունքներ են գնացել, բոլոր ցույցերի միասին ենք եղել, այսինքն շատ ծանր ճանապարհ ենք անցել, ու այս ճանապարհի մի ճակատագրական կետին ենք հասել։ Ու այդ կետը ինչ ենք անելու։ Միասին պատվով, ես գիտեմ, որ հեշտ չի լինելու, չեմ ասում, որ խաղ ու պարա լինելու, բայց պատվով հաղթահարելու ենք, պատվով հաղթանակ ենք տանելու, միասին կարող ենք։ Եվ ուզում եմ սիրով խոսքը փոխանցել Հայաստան Դաշինքի վարչապետի թեկնածու